տրված գնահատականով պարոն Հակոբյանը թույլ է տվել կանոնների խախտում։ Գոնե այս մի մասը արձանագրել է։ Հիմա դուք կարող եք անգամ բաժակ բարձրացնել ու խմել այդ տված գնահատականի համար, որ տվել է պարոն Հակոբյանը, հատկապես ձեզանից նրանք, ովքեր որ ընդգծված հակադաշնակցականներ են, հարց չկա, բայց դուք նաև ազգային ժողովի պատգամավոր եք, որ պետք է գնահատի սահմանադրությունը պահում եք, թե չենք պահում, ոչ թե առաջնորդվեք փոքր նեղ քաղաքական շահով, այլ առաջնորդվել սահմանադրությունը պահելու կամ չպահելու մոտեցմամբ։ Պարոն Հակոբյանը խախտել է իր իսկ տված երթում այս ամբիոնից հնչեցրած, որով երթվում էր պահպանել սահմանադրությունն ու օրենքները։ Հիմա դուք պետք է գնահատեք, արժեք կա այդ երթումը տալու մեջ, թե ոչ։ Ես գիտեմ, որ հարցեր են լինելու, նաև ելույթներ են լինելու, ամենատարբեր հերթական հերյուրանքների չափաբաժինն է գալու մեր հասցեին, դաշնակցության հասցեին, եւ որպես կանոն դրանք 99%-ով, ինչ եմ այդ 1%-ը միշտ թողում, որովհետեւ 1%-ի մեջ կարող է մի քիչ ճշմարտություն լինի, բայց 99%-ով, հա? 1%-ը ո՞րն է, եթե թուրքերի հետ կոալիցիա։ 99%-ը ամբողջությամբ հերյուրանք, սխալ, սուտ, կեղծիք